Հաղորդման գործընկերն է Սառլիսոպ ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Էկոփենը։ Հաղորդման գործընկերն է Էլբակյան կրթահամալիրը։ Ողջույն սիրելի հետևորդներ, մենք նկարահանում ենք խոհանոցում հաղորդումը, մեր հերթական հաղորդումն է լինելու, ունենալու ենք շատ լավ ընկեր հյուր, չնայած արդեն գիտեն, չէ՞ ով է։ Հա դե գիտեն։ Չգիտեմ, չգիտեմ, ադե դուք ինձ միշտ խառնում եք, կամ գիտեն, կամ չգիտեն։ Ես չգիտեմ, ես իրան սիրով սպասում եմ, չէ՞ լավ ես գիտեմ։ Ուրախ ենք, որ մեր հետ եք, ուրախ ենք, որ մեզ հետևում եք, ակտիվ եք, մենք ինչպես գիտեք, կարդում ենք ձեր բոլոր մեկնաբանությունները, շատերը նույնիսկ առանձնացրել ենք եւ այստեղ ենք կարդում։ Այո, ողջույններս, այսօր էլի կկարդանք նաև հետաքրքիր մեկնաբանություններ։ Չենք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան էջին, Դռնակ Production-ի նաև մյուս էջերին, Facebook, TikTok, Instagram, եւ իհարկե ակտիվ ենք լինում, որովհետեւ կոմենտները, ձեր լայքերը տարածման համար շատ նպաստում են, նաև ֆինանսական մասով կարող եք գիտեք ձեր աջակցությունները, բանկային տարբերակ ունենք, Իդրամ տարբերակ եւ նաև կարող եք բաժանորդագրվել մեր Patreon-ի սիրելի հետևորդներ։ Այ միջայլոցը Ամերիկայից շատ են գրում ինձ կոնկրետ, ասում են դեռ եք ոնց կարանք մեր աջակցություն ունենանք ձեր 12 մասանոց այդ նոր պրոյեկտի մեջ ու ասեմ բոլորին, ովքեր որ ուզում են աջակցություն ցուցաբերել, բայց ապրում են ԱՄՆ-ում, կարող եք այս ներքևի նշված զելի համարով Ազգանունը Միհրանյան, կարող եք այդտեղ ցուցաբերել ձեր աջակցությունը։ Որի համար անչափ շնորհակալ ենք։ Այո։ Մի երկու կոմենտ կարդանք, կոմենտները կարդանք։ Ահա, կանչեք ինձանից, հա, ուրեմն։ Արմ Խակեր Մկրչյանն է գրել այս կոմենտը, Խակեր տղա է, բա։ Բանակումի դերասաններից մենակ Վաչեն Օսկար ստացավ, կարակ կանչեք Օսկարակրին։ Լավ էր էլի, չէ՞։ Մենք այդքան խաղացինք, մի հատ Օսկար չստացանք։ Ասում ես, եմ չէ։ Բայց ասում բանակումի դերասաններից մենակ Վաչեն, ինձ թվում է մենակ բանակումի չէ, էլի։ Այո, դերասաններից Հայաստանի կա, շնորհավորանքներս։ Այո։ Իհարկե, ու մի հատ շատ երկար տենց ինչ-որ կոմենտ կա Ռիա Սեխլեյան, երևի ճիշտ եմ կարդում։ Բարևներ Ամերիկայից։ Բարևներ։ Ես Հրիփսիմեն եմ, հա։ Ես Հրիփսիմեն եմ, ապրում եմ Գլենդելում, անցած տարի ընկերոջս հետ ամբողջությամբ դիտել եմ բանակում սերիալը Սերիա առ Սերիա։ Հուզմունքով եւ հիշողություններով։ Շատ հետաքրքիր կլինի, եթե հաղորդման ընթացքում ինչ որ անգլերեն բառ կա գրած FaceTime-ով միանալ այն դերասանները, ովքեր հիմա ապրում են Հայաստանից դուրս, Ռուսաստանում, Ամերիկայում կամ այլ երկրներում։ Կարծում եմ նրանք մեծ սիրով կմասնակցեն կարոտով, ջերմությամբ ու անցյալի լավ հուշերով։ Այդպիսի շփումները ընդամենը մի քանի վայրկյանում կարող են տաքացնել հազարավոր հեռուստադիտողների սրտերը։ Հետաքրքիր բան է ասում, բայց հետաքրքիր բան ասում, ուղղակի ֆորմատի ոնց որ խնդիր կունենա։ Ինձ թվում է պետք է գնալ խանութ ու առնել FaceTime։ Ես դες բան եմ հասկացել։ Խանութում չէ, բայց այդ հավելվածա WhatsApp Viber-ի նման արդյոք հավելվածա, բայց իրականում եթե մեր ընկերները կլինեն, որովհետև սպասման մեջ ենք, որոնք որ դրսում են միգուցե մոտ ժամանակներում լինեն արձակուրդ Հայաստանում, եթե կլինի ծայրահեղ դեպքը, որ մոտակա ժամանակներում չի սպասվում Հայաստան իր այցը, կամ մենք կգնանք այնտեղ իրանք կնկարենք, կամ մենք այդ FaceTime-ի տարբերակ անպայմանորեն կօգտագործենք։ Բայց ապրի Հրիփսիմեն, որ ապրում Ամերիկայում ու հայատար էր գրել։ Մենակ FaceTime-ը, որ ես չգիտեի ինչ է, այդ ի՞նչ է։ FaceTime հավելվածա տենց, հավելված։ Skype-ի նման բան է, հին բան ասեմ։ Գործի կա բալգար։ Դու հին մարդ ես Skype-ն, հաշվի Skype-ն է։ Այնտեղ մյուս կոմենտը, հա, Արտյոմն է գրել այս կոմենտը, այո, կարող դու ես գրում։ Չէ, էլի։ Չէ, գրածա որ Արտյոմը պետք է կա։ Գրածա աղբեր, Подписция եղա, պատզելիցիա եղա, պատպիսացիա եղա, պատզելիցիա եղա, լայք դրեցի, կոմենտ գրեցի, ֆինանսական աջակցությունն էլ այսքանի օրը մի բան կանեմ։ Լավն է։ Շատ հայավար է, վերջինը։ Շատ քանի օր հասկանանք զանգենք, էլի։ Մի հատ բան իմացեք, տեղեկություն իմացեք, որ քանի օրը մենք ճշտենք, էլի խոսանք, գրենք, ասենք ինչ եղավ։ Եվս մի հետաքրքիր կոմենտ, ոնց որ մի քիչ ծավալուն Ազատ Ֆարմանյան 150-ն է մեզ գրել։ Այն որ ասացիք պատմություններ հիշել ձեր մասին, կուզեի հիշել մեկ պատմություն, որը տեղի ունեցել մեր հետ։ Մենք ապրում ենք Ջավախքում, Ախցխա քաղաքում։ 2013 թվականին է եղել
տանենք, մեկ էլ դրան զանգը տվեցին, բացեցինք, տենանք Գևորգ Չուլյանը, Մուսայելյանը կանգնած։ Ահա, այս ինչ որ հետաքրքիր է, հետո։ Ես դու փաստորեն առասպես գնացել ես աղացխա։ Էս հասկանանք։ Դե իհարկե շատ զարմացած էինք, դե այդ վաղ ես 13 տարեկան էի, Գևորգը ասում է պապիկը տանն է, Պապիկի հետ ես ընկերություն Սպասի, ես հիշեցի, մոտավորապես հասկացել եմ ինչի մասին է։ Ինձ ասել են, որ պապդ մեքենաների շարժիչի մասնագետ է։ Մեքենաս նայի փչացել է, մենք էլ գնում էինք Կոբուլեցի հանգստանալու, ճամփին ենք մնացել, եղել է ասենց բան։ Ճիշտ է։ Դե պապիկս էլ հայրիկս էլ իրար հետ էին աշխատում։ Ասեցի, արի գնանք իրանց մոտ, թող նայեն, վերջը գնացինք, մերոնք սարքեցին մեքենան ու տենց, վերջում Գևորգ ուզեց փող տալ, դե մերոնք 1000-ից մեկ էին դերասանի մեքենա սարքել ու ինչ փող պիտի առնեին։ Դե վերջում նկարվեցինք ու գնացին։ Եղել է ասենց բան, ճիշտ է։ Եղել է այս աչքից դեմ եկավ այդ վարպետը ուստա Ազատը։ Հիմա եթե չեմ սխալում։ Լավ եմ հիշում, մեքենան էլ մոխրագույն 01 էր, ճիշտ է։ Տենաս այդ մեքենան էլի տեղն է, չէ, մեքենան ցավոք սրտի էլ տեղը չի, մեքենան չկա։ Հետո էլ շաբաթվա մեջ մենք էլ պետքա գնայինք Կոբուրելցի ընտանիքով ու այնտեղ տեսանք Գևորգին իր ընտանիքի հետ։ Դե ավելի ուրախացանք ու հպարտ էինք զգում մեզ, քանի որ պապիկս ու հայրիկի շնորհիվ նա չմնաց ճամփին ու հասավ Կոբուլետ, այսպես պատմություն էր պատահել մեզ հետ։ Շատ լավ էր։ Իրականում սա ճիշտ գրված պատմություն է։ Այս պատմությունը ճիշտ գրված է, եղել է այդպես բան, ես դուրը թակել եմ, այդ երեխան բացել է ու շատ զարմացած հայացքով, որ ես եմ ու վարպետ Ազատին շատ լավ հիշում եմ, դեմքնել եմ հիշում։ Ուզվեցի այս պատմությունից, որովհետև այնտեղ կար իմ սիրած մեքենան, այդ դասական մոխրագույն 01-ը, որը երբ որ ես իմացա, որ Գևորգը վաճառել է, ես տխրել եմ։ Ես էլ եմ տխրել, բայց ոնց որ ստացվեց այդպես ու իրականում հետո իրանց ընտանիքի հետ հանդիպեցինք ծովափում ափին ու ես գոռում եմ դեղից վարպետ Ազատ, իրանք եկան, էլի շատ լավ է, որ գնում ենք հիշողությունների գիրկը, շփվում ենք բան, բայց այս հաղորդումը մենակ երեքից մասին չի, էլի մենք հյուր ունենք, ժամանակն է, հա, հյուրին հրավիրելու։ Հիմա մի հատ ինձ հուշեք, հիմա մեր հետևորդները գիտեն ով է հյուրը, թե չէ։ Այ ման, չէ, էլի բայ, հա, հարցնի։ Ուրեմն ես ուզում եմ հրավիրեմ մեր տաղանդաշատ ընկերոջը, սկսեմ տեղից, էլի, մեր լավ ընկերն է, ինքը հետո շատ լավ դերասան է ու բանակումի մեջ ինքը շատ հետաքրքիր գույն է բերել, լավ մնացածը գան որ ասեմ, հա։ Հավայ, ծափերով դիմավորենք։ Կյանք մեռնեմ ջան։ Արթուր Հարությունյան, նույն ինքը Մարգարյան, բարև Արթուր ջան։ Բարև։ Նա կռվում են իրար, քեզ չեն ուզում բարև։ Բարև ջան, բարև ձեզ ժողովուրդ ջան։ Այ լավ, շատ լավ, Արծիմ ջան, դու ոնց եք։ Մինչև նկարումը սկսելը անկեղծ ասած կանոններս առանք, ինձ շատ հետաքրքրեց Արթուրի սանրվածքը ու բարձրացեց որ նոր պրոյեկտի համար է այդ ամեն ինչը անում։ Ոնց է գործել այդ ընկերությունը։ Շատ լավ, կարևորը զբաղվածությունը շատ է, Արծիմ ջան, կարելի ասել չեմ հասցնում։ Մի տեղից մյուս տեղն եմ վազում, իհարկե, էդի գովելի է, ես դժգոհ չեմ դժգոհում։ Շատ ավելի լավ։ Հա, զբաղվածությունը լավ բան է, ոնց իհարկե պետք է։ Թատրոնում, ֆիլմերում։ Թատրոնում այս պահին ֆիլմ ենք նկարում, որպես գովազ չասեմ, որպես նորություն ասեմ, հա, գեղարվեստական ֆիլմ ժամ 50 րոպեանոց, ինքը action ժանր, հումոր, դրամա, մի խոսքով ամեն ինչ կա մեջը, որը սեպտեմբերի սկիզբ կգնա կինո թատրոններ։ Հա, շատ իմ կարծիքով սա Հայաստանում առաջինն է իր ֆինանսական մեծ բյուջեով, այնպեսի տեսաներ կա, որ ես ինքս դերասան լինելով 100 տեղ նկարվել եմ, առաջին անգամն տեսնում։ Ֆինանսական բյուջե ասի հիշեցի, չէ՞, որ առանց ֆինանսական աջակցություն։ Իսկ ո՞նց անենք մենք ենք այդ կինոյի մեջ, թե Արտենուշա։ Չէ, բայց այդ ֆինանսական բյուջեն, որ ասացիր, մի հատ բան եմ հիշել, հեսա հաղորդման ընթացքում անպայման կպատնեմ։ Գանք ոնց որ միշտ, սկզբից պետք է գանք, բանակումում ոնց հայտնվեցիր։ Հայ, հարցին ջան, բանակումում որ անկեղծ ասեմ, չեմ հիշում այդ կաստինգ, ես կաստինգ կարծեմ չեմ էլ անցել, որովհետև կարծեմ Շանթի բազայում վերվարածներում նկարվում էինք, կայինք, հա։ Կաստինգ չեմ անցել, ուղղակի չեմ հիշում տեղեկիցով ասեց Արթուր ջան, արի մոտ շատ վատ կերպար կա, բայց համով կերպար է, ինքը
կեղտոտ մարդ է, բայց դու ես էդ էի ուզում ասել, ասի գանոր կասեմ, հա բացասական է, բայց համով է։ Հա ու դեպ իմ կյանքում բացասական վատ կերպար համարյա շատ քիչ է լինում, չգիտեմ, ինֆորմատն է տենց թե դեմքից։ Բարի դեմք ունես։ Հա, միշտ կոմեդիա, բայց ասացի շատ լավ կհամաձայնեմ ու ամեն ինչ անում եմ, որ ավելի կեղտոտ կերպար սարքեի, հա, իրան, բայց չէ, ասում եմ, որ ինքը կեղտոտ է, բայց լավ կեղտոտ է, էլի, ես իմ խնդալու կեղտոտ տիպ է, էլի, այդ դες բաներ, էլի ֆորմատ է։ Դա համաձայն դե բնական է, այն ժամանակ շատ քիչ էր նկարահանումները ու եկեք ծուր նստենք դուզը խոսանք, հա, այսպես բան, այն որ մերժես բացառվում էր։ Այն վաղ sense լճացած չէր շուկան, ամեն տեղից օրինակ անցած շաբաթվա մեջ 2-3 պրոյեկտից հրաժարվել եմ ես։ Այն ժամանակ չկար այդ բանը։ Այն ժամանակ թեպետ ֆինանսականը քիչ էր, հա, բայց մեր ավելի կարևոր էր որ լինեինք ընթացքի մեջ լինեինք նկարահանենք։ Պրոցեսի մեջ լինեինք։ Հա, դա ինձ համար ավելի կարևոր, թեպետ այն ժամանակ էլ զբաղված էինք թատրոնում ենք, չգիտեմ, փորձերից վազում ենք նկարահանման, այնտեղից այնտեղ իմ բախտը բերես նրանով որ մոտիկ էր Սունդուկյան թատրոնը եւ մեր նկարահանման տեղը մի 100 մետր էր տարբերությունն էլի։ Դες մեծ սիրով համաձայնեցի ու կարծում եմ պատվով ֆորմով գնա։ Այսա մատ պատմություն կա այդ ֆորմայի հետ կապված, կպատմեմ։ Այն դեպով այդ թատրոնի հետ կապ ունեց, տեղից եղել է դեպքը։ Դե որտեվ կային Սունդուկյան թատրոնից, Գոյ թատրոնից կային, դարձան Սունդուկյան։ Սունդուկյան թատրոնում է շատերը կային, հա, հասնում էին շոշի գնում էին թատրոն, գործի հետ ժամանակ չենք էլ փոխվում, գնում ենք այդ նույն շորերով, ինչ է, նույնիսկ մեքենայով էլ չենք գնում, մեքենաների կանգնած ոտով գնում Դե գալիս։ անիմաստ էր շոշը անցնելու համար մեքենայով այդքան պտույտ անել, ընդեղից չգիտեմ, էլի, մեծ ռազմավարոտներ, որ բան Արտքը հիշես առաջի տեսարանը։ Առաջին Ոնց է։ Առաջի տեսարանը ես դե այնտեղ սկզբից մտա բաղնիքի, չէ, ներողություն, ճաշանի պետ, հա, հետո ինչ որ չեպե արեցի, հրամանատարը իջացրեց տիպը կարգավիճակը։ Տուշոնկա էր տարը ինչ էր արել, չէ՞, ինչ որ Հա, իրան ուզում էր գործից հանել հրամանատարը, հետո խնդրեց բան ասեց։ Ես հիշում եմ այդ կինոն, նայել։ Մեջ հիվանդ մայր ունեմ եւ այլն։ Հա, հիվանդը ասեց մայրը, իջացրեց բանը Բաղնիքի պետ սարքեց։ Միշտ վերջը բաղնիքի պետով ավարտեցին սիտուացիան։ Ավարտեցին։ Բաղնիքի պետով։ Բան է, չէ, կոչումով դու ենթասպայր։ Հենց սկզբից էլ ենթասպայր մնացի։ Կապված ենթասպայի հետ այդ ֆորմայի հետ պատմեմ, էլի մի հատ լավ բան եմ հիշե։ Ուրեմն դե ինձ սցենարը մեյլով էր գալիս, ես չգիտեմ մեյլ Նելի ունեինք։ Հա, Նելի ոնց է, հա։ Նելին ինձ մեյլով ուղարկում էր, տունը կոմպով մտնայում էի սցենարը, մի օր առաջ ու գալիս էի։ Հերթական նկարահանումը, որ պետք է ես չհաստի մեջ ես քայլեմ, ու Բշտիկյանը կանչի, ասի, արի մոտս ինչ որ գործով, մեկ էլ տեսնի, որ պագոնս մայոր է դրած։ Հա։ Ու հավանաբար զինվորներն են սկլխից խաղացել, մայոր են դրել ու այդպես վերջանում էր։ Եկա, չաս, փոխվեցի, բան նկարվեցի, տեսանը վերջացավ։ Դե ասի հաջողություն ուզես, մեկ էլ ասի ստոպ, մի հատ էլ տեսան ունես։ Դու միշտ տեսան։ Բայց փոխելը դու մտնում բաղնիկ լողանում ես։ Այդ ընթացքում են որ դե հանել ես շորերը, այնտեղ զինվորները գալիս փոխում են։ Այդ տեսանի մեյլով չէր եկել, ես տեղյակ չէի, պատրաստ չէի դրան, էլի։ Սա լավ է, պիտի նկարվենք։ Հիմա փետրվար մարտ ամիսն էր, սա ցուրտ էր։ Պետք է գնանք կոնկրետ հանվեմ, մտնեմ դուշի տակ լողանամ։ Ես հիշեցի։ Ու երկեմ, լավ էլ երկեմ, այդ ժամանակի ջուրը, չգիտեմ, կացան լավ չէր աշխատում, սառը ջուր էր գալի ու պետք է այն որ ուրախ, այսպես իմ հավեսով երկելով շուշևասը, ու տես նկարում եմ, բայց ամենակարևոր բանը ես ներքնազգես հետս փոխնորդ չեմ բերել, որտեղ տեղյակ չի տեսարի մասին։ Թաց ես այդ։ Ու տենց այդ շորով նկարվեցի, լողացա, դե բնական է, հանեցի ներքնազգեստը սելաֆոնով սունկայի մեջ, առանց ներքնազգեստի հակաշորես ու գնացի տուն։ Հիմա Ժամանակակից մոդայով։ Ամբողջ ճանապարհին մտածում ասում եմ Աստված ջան անհարմար է։ Իրար ասեմ Աստված ջան հանկարծ միամիտ վթարի չենթարկվեմ կամ ես չխփեմ կամ ինչ չխփեմ ուշքս չգնա շտապօգնությունը գա տանի ռեանիմացիա շորես աննասես ապրուսիկ դերասանով արա Էդ ինչա խորացը միամիտ չնի Ես 20-30-ի տակ եկել եմ հազիվ ասել եմ տուն լավերով հակաս ու Արա ինչա որ Ուժեղ պատմություն է։ Փորձանքի մեջ չեն գնում, այդ հիվանդանոց։ Բայց այդ լողանալու process-ը իշեց էր սրբիչ էր, չէ՞, կապում ինչ որ դուրս էր գալի այդտեղից բան, հա։ Ու այդ մեկ էլ կապված ուրեմն այդ շորի հետ որ թատրոնում մոտիկ էր, հերթական անգամ ունեմ առավոտ նկարահանում, ցերեկը 2 ժամ ազատ եմ պիտի գնամ փորձի, էլի գամ նկարահանում, դե բնականա չենք փոխվում նույն շորերով, այդ իմ վայնի շորով։
Գնացի թատրոն, փորձս արեցի, եկա, արդեն զգացի փորձը երկարից, սյոմքից ուշանում եմ։ Արագ ես փողոցը ասենց անցա մի անգամից, չթույլատրելի տեղով, այն զեբրայով չանցա։ Այն ժամանակ էլ նոր այդ բանը մտել էր, որ դուգանում են, բան դուք հիշեք, այն ժամանակ չկար այդ օրենքով որտեղից ասում։ Այ որ նոր արդեն օրենքը կիրառում են, ես տենց անցա։ Գային կանգնացրեց, եկավ առաջի անգամ կանգնացրեց 3000 դրամ պետքա դու ասում դերասան եմ, բան էսա ուշանում եմ, փող չունեմ, փորձից յոմք եմ գնում, դերասան եմ, փող չունեմ, տրուսիկ չունեմ, ինչի մասին 3000 դրամ։ Ասեց չէ ճանաչում ենք, հա գիտենք, Yaman գիտի ես ինչ դերը չես խաղում, մեր սրտով չի կոկերպարը մեր սրտով է չի գրում ենք։ Ասի ինչ ասի շուտ գրեք գնամ ուշանում եմ բանձնագիր տու ասի ո բան չի Մոսկվայում չէ բանձնագիր տունն ասի բայց բանձնագիր չունես մեր հետ գալիս ես բան բաժին մոտակա այնտեղ անազգանով հա լուրջ եմ ասում ճշտ են նոր դու գանքը տանձեր ասեն գնամ ուծի գնացի ոչ այդ սաղ արեցի հիմա ում պատմում եմ չեն հավատում ասում եմ ոնց փողոց անցնելու համար 3000 դու մեկ ասում ախի չփախար հո չէի վազում Վերջը այն որ ես որ ներվայնանում եմ թե խի ես խի 3000 ու որ ները մեջս սելնի հաջորդ օրը գնացի այդ գայի վարչություն կար չէ որ ասենք դու գանքեր գալի չէիր կարող մուծել 6 ամսով հետաձգում էր գնացի ասեցի ես դու գանքս 3000 6 ամսով հետաձգեք վիճակը չեմ մուծել դիմում եմ գրում որ 6 ամսով հետաձգեք 6 ամսով ընթացքում դες մուծեցի գնաց 6 ամսով ընթացքում հա տենց բան կա 50 դրամով հա որ բան է հետաձգում ես ասենք ասում ես դիմում ես գրում որ խնդրում եմ որ հետաձգեք 6 ամսով 3000 դրամ 3000-ը տենց իմ ուռը որը տենց էլի ես էլ ձեր պատասխանը հա տունը մի հատ կապիլ կա ես հա 10 դրամերով 6 ամսով ընթացքում հավաքում ես էլի Արդ իսկ պատկերացնում ես ասենք մի օր մեր փոխարեն ռոբոտներ վարեն հաղորդումը բայց էլի դու լինես յուր օրինակ Հիմա ասեմ քեզ սալերի հետևում չի էդի։ Այ ապրես ես։ Ասենք 20 տարի առաջ հեռախոսը բջջային մենք բան WhatsApp-ով տեսնես իրար զանգի հեքիաթ էինք պատկերացնում։ Ինչի համար է մենք ասում, քանի որ ճիշտ էլ ասում ես, դրա մասն էլ ուզում էի խոսալ, ուրեմն Էլբակյան կրթահամալիրը հրավիրում է դասընթացների, որտեղ կարող են սովորել ռոբոտաշինություն։ Ու ոչ միայն ռոբոտաշինություն, այլ նաև վեբ ծրագրավորում, գրաֆիկ դիզայն Երաչափ մոդելավորում, օտար լեզուներ եւ էլի շատ առարկաներ։ Օրինակ, ես հիշում եմ, մեր ժամանակ շատ խիստ էր ու այդ խստությունը իրականում խստության պատճառով չէր ուզում սովորել, էլի։ Այստեղ դասերը անցկացվում են ավելի ջերմ միջավայրում, ամեն պայման ստեղծել են, որ ուսանողները իրանց լավ զգան ու հաճույքով սովորեն, այլ ոչ թե որ զուբրիտ անեն այսօր, բայց վաղը մոռանան, էլի, այս տարբերակը չի։ Մի հատ էլ լավ առավելություն, ըստիս ավարտելուց հետո ուսանող դասախոս կապը պահպանվում է, ուսանողները մասնագիտական շատ հարցերով շարունակում են դիմել իրենց դասախոսներին։ Բա, եւ ավարտելուց ուսանողները ստանում են վկայական երկու լեզվով, որի կապակցությամբ կրթահամալիրը կազմակերպում է միջոցառում։ Միջոցառման ժամանակ տեղի են ունենում բազմաթիվ խաղարկություններ, իսկ պատահականության սկզբունքով տրված ուսանողին ուղևորություն, ուշադրություն դեպի Եգիպտոս։ Բա, բան այլ է, այնքան են սովորել հոգնել են, հիմա էլ ուղարկում են Եգիպտոս, որ հանգստանան, եթե այդպես բան տեսել ես գնաս սովորես, քեզ ուղարկեն Եգիպտոս։ Մի հատ էլ կարևոր բան ասեմ, երբ ուսանողները ավարտում են, Էլբակյան կրթահամալիրը հրավիրում է ոլորտի մասնագետներ, որոնց շնորհիվ շրջանավարտները ստանում են աշխատանքի առաջարկներ։ Այսինքն դիպլոմանս չի էլի որ ստացար, հետո դռնեդուռ ես ընկնում, ոլորտի մասնագետները անում են, քեզ աշխատանք են առաջարկում։ Շատ լավ բան է։ Եվ Էլբակյան կրթահամալիրի հասցեներն են Ամիրյան 4 եւ Ռաֆու 19 հեռախոսահամար 096 888 Արի Էլբակյան կրթահամալիր սովորելու։ Ահա, դեռ պատմի տեսնանք, էլ ինչ հետարքի բաներ ես հիշում։ Այն կողմերից, չէ։ Ուրեմն ջան, տես նախ շատ ասած ես էլ լիքը բան չեմ։ Հա, շատ անց է 14-15 տարի անցել ու համեմատած ձեզ ես ինչ-որ չափով քիչ եմ նկարահանվել, հա։ Բայց ինձ թվում է, ասենք, որ քիչ է եղել, ասենք իրայշողության մեջ տես տպավ ավելի շատ սպասի եկելա հիշեցի տես այս բաժակը տեսա հիշեցի ուրեմն
Եթե օգնում է, կարող կրուշկա էլ։ Չայնիկով։ Սենց որ գնա գարեջուրը քմենք։ Բոլորին գաղտնիք չի, որ ես գարեջուր շատ եմ սիրում։ Շատ։ Ուրեմն շատ ու այսպեսի մի բան կար էլի, որ նկարահանումից առաջ ես ընդհանրապես չեմ խմում, որ մյուս օրից լավ զգամ, կարողանամ։ Գիտեի որ նկարահանում չկա, տեստականներով գարեջուր քաղաքում սրճարանում բան խմում ենք, մեկ էլ հոպ դες ու ժամի մեկ էլ եկա որ ունեմ նկարահանում վաղը, ու պրիչոմ առավոտը։ Ասում լավ, ես էլ արդեն լավ եմ, որ գիտեմ առավոտ շատ եմ քնելու, մեկ էլ բացում եմ դողալով տենամ ինչ տեսանա, ինչ տեքստեր է, գրածա Մարգարյանն ու Ղազարյան, մատ ինպես կեղտոտ կերպարել կար, երկուսով, որ շտիկնոժը կողացավ տարաբան։ Երկուսով իրանք ինչն են նշում, հերթական հաղթանակն են նշում, կաֆեյում առանց տեքստի բակալը պետք է խփել ու խմեն։ Ուֆ։ Ասի ալդո ջան մերնեմ ջանի։ Ես գրել։ Ես հիշեցի այդ տեսարանը։ Առավոտ էլան արդեն են որ ես եմ վրազում էլի։ Որ գնամ Հանգակ ճուշանա։ ջուրս խմեմ, ճուշանա։ Ու ոնց է չլի մի դուբլով չի ստացվելու։ Մի կանի դուբլ խփելու եք, չէ՞։ Ու հատուկ էս դուբլը փչացնում որ մի քանի դուբլ, չէ։ Իսկ կարող է մի հատ էլ փորձենք լավ չխմեցի։ Հա, տենց էլ եղավ արդեն է որ լավ է, ասի միակ լավ նկարահանումներ որ ունեցա։ Չկար ու իշտե։ Չէ, այդ մի հատ։ Այդ մի հատներ, այդ մի գարեջուրն է։ Կարծեմ այս Նալբանդյան փողոցի վրա էր որտեղ չէ։ Գարեջուր էին բերում, ասում են բանա, շատ չխմես, բանա դուբլը, բան չէ։ Այդ դեպքը որ գիտեն տեքստ չկա, խաղ չկա, ասի։ Չէ, մենք պետքա խմենք, հետևն է տեսանը, որ մեկին նայենք։ Տես մի բան եմ հիշում, որ հանդիպում կա։ Վերջի տեքստ չունեիք, բան չունեիք, նստած ձեր համար մի բան եք խմում, գարեջուր եք խմում։ Դա գնում էր նկարահանումը։ Մենք երկրորդ պլան ենք, խմում ենք, նկատում ենք իրան։ Եթե գարեջուր, սուպեր տեսարան քո սրտին մոտ եւ քո ճաշակը։ Նման տեսարանները պետք է անվճար խաղաս։ Իմ համար էս տեսարան եղել է, որ վերվազնի ժամանակ ես պետք բազմոցին քնած եմ ու ընտանիքը պլյուս հարևաններով մի հատ գալմաղալ մի հատ էսի միշտ թեմայա տես կռի ես ամբողջ ընթացքում քնած եմ ու ճիշտ քնել եմ իմ ամենասիրած սյոմշնի օրն է եղել որ քնել ես այդ տեսանում մեջ լրիվ բնական ինչ ուզում են թող ընդեղ արել ստոպ նորից դուբլ ստոպ ես քնած եմ այդ տեսարան էի բռնել Արտուրը մինչ կհիշի էլի նոր պատմություններ բանակումի հետ կապված ես մի պատմություն հիշեցի, այսինքն մեր պատմությունները Արտուրի հետ Չաղկալի հետ, որովհետև ինքը մեր Չաղկալն է, ես ասեմ, որ ես ու Չաղկալը Արտուրը մի կուրս ենք սովորել իրար հետ ինստիտուտում դինոզավր ընկերներ ենք, մենք արդեն 30 տարվա ընկերներ ենք Արտուրի հետ, մենք մի կուրս ենք սովորել, հետո ծառայել ենք միասին, հետո ապրել ենք մի տանը, աշխատել ենք Ստեփանակերտի թատրոնում միասին, հետո մի խոսքով մեր ընկերությունը շատ երկար տարիների է ու քանի որ մենք իրար հետ նաև 2 տարի ապրել ենք, ոնց որ կենցաղ ենք կիսել, մեր հիշողությունները ուսանողական դեռ տարիներից շատ է իրար հետ, մինչ այս պատմությունը ես կպատմեմ Արտուրի մասին, մեր հետևորդներից մեկը գրել է, ուզում եմ անպայման բարձրաձայնեմ, ինքը ուրեմն մասնագիտությամբ դերասան Աթովմասյանն է ձեզ գրել, Արտուր ջան, Աթովմասյանն է գրել եւ Պարոն Արտուր Հարությունյան, իմ թանկագին ու լավ ընկեր, այս 3 ամիս է ինձ բան ես խոստացել, խնդրում եմ խոստումդ կատարես, թե չէ ամբողջ ազգի մոտ խայտարակ ես լինում։ Չէ, մասին, բանա խոստացել, մարդուն այս 3 ամիս ասում այսօր կլինի, վաղը կլինի, մյուսօր կլինի, ես միջնորդում եմ այս բանակցություններին, բայց արդյունքում չի լինում, ես ուզում եմ բարձրաձայնել, միջնորդում ես թե դոյաղ ես անում։ Դե ոնց կա հասկանա Արտուրը, համենայն դեպս, Մի հատ ասենք, որ Արմենը ձեր երրորդն է։ Մեր երրորդ ընկերն է, որ մեր ֆիլմում խաղում էր ռազմական ոստիկանը Գևորգյանի կերպարը, էլի չար կերպարը։ Քանի որ այդ հարցը հասավ Դիվան Բաշում արդեն մեջ ենք, Արմեն ջան, խոսքը ասեմ մի հատ գարաժի ֆորտուշկայի մասին, հա։ Ֆորտուշկան չի տալու մեծ։ Ես Եվրոպայի արտադրամաս ունեմ, այդպես իմ համար աշխատում ենք։ Խոստացել եմ, դե Արմեն ջան Հուլիսի 7-ից 11-ը։ Ահա, տես 7-ից 11-ը։ Հուլիսի Հունն առաջինը։ Տեսնենք, աստված առաջ։ Դա ես բան չեմ ասում, այդ ուղակի ոնց որ խոսքի մեջ ասեցի, Արտուրի հետ կապված շատ պատմություններ կան իրականում թատրոնում, բայց այս թեման սենց փագենք նոր գնանք էլի։ Ես ուզում եմ որ Արմենին հրավիրենք։ Ահա
եւս 3 ամիս հետո։ Տեսնենք պատուանը հարց կա, արժան մեծ սիրով, մենք սպասելու ենք։ Արմենը չի եկել դեռ։ Դեռ չի եկել, դեռ մեր հյուրը չի եղել։ Իսկ կարող են նվերը Արմենին այդ ֆորտուչկան լինի։ Ամենը չասեր, որ Իդեպ սա վճարովի խոսակցություն չի, բայց ինքը պատրաստել է վճարի, բայց լիշ մի։ Գալի կանչել հորտմանի ուր այդ ֆորտուչկան մտածի։ Չէ, բայց շատ ուշ ստացվի 46-ը 38-ի վրա։ Չափերն էլ Չափերն էլ։ Լավ, մի հատ պատմություն ուրեմն պատմեմ։ Մեր 20 անգամ զանգելա գրելա, բան։ Չէ, ես միջնորդում եմ։ Հնից ելնում է 46-ի։ Մի հատ պատմություն ուզում եմ Արթուրից պատմեմ, եթե թույլ կտաք։ Իհարկե։ Այն ժամանակ որ ծառայում ենք եւ աշխատում ենք թատրոնում, այդ մեր ծառայության ընթացքում, դե ջայլ պարապ տղերք, բան պարապ ասելով ասենք թատրոն տուն, բան ծնողները գլխներից վրա չեն, առանձին վարձով ապրում ենք, ինչ պետք է անենք, սա որ ասենք, ուտենք, խմենք, ջրիկանանք, խմենք ավելի, խմենք 2 անգամ, ուտենք ավելի քիչ, ջրիկանանք, բան ինչ որ բան է, մի քիչ աղքատ, մի քիչ ուրախ ու տենց լավ տարիները, ես ու Արթուրը մի օր այնց ենք խմել, ես ու Ճահկալը, ու ժամի գնացել ենք հյուր, ինչ որ տեղ կերել ենք, խմել ենք, ու ժամի ինչ որ պատմություն պատմելով, ինքնապատմություն պատմում, հետո ես գալիս ենք դեպի մեր բնակավայրը, որտեղ որ ապրում ենք, ուրեմն այնքան խմած ենք, պատմությունը պատմելու ընթացքում ֆռում եմ, տենում եմ չկա։ Կորցրեցինք իրար քաղաքում։ Պատմում էր կեսից։ Պատմի կեսից կորա։ Ես չեմ նկատել, որ ինքը կորել է, ինքը չի նկատել, սենց ենք գնացել, էլի, այնպես հակված ենք, սենց ենք գնացել։ Ու առավոտը ժամը 7-ի կողմերը, սա քաղաքը ման ենք եկել, առավոտ 7-ի կողմերը ինչ որտեղ հանդիպեցինք իրար հետ։ Ուր ես, ման եմ գալու։ Բայց մինչև 7-ը դու պատմելով գնում ես։ Չէ, ման է, արդեն всё, պատմությունը բրծելա, տենում եմ ռեակցիա չկա։ Հետո հասկանում եմ, որ կորել է ինքը կեսից։ Ինքն էլ հասկանում եմ, որ ես լսում եմ կեսից ձենդ կտրվա։ Կեսից գնաց, ասում եմ, ամեղ տվեց ձենդ կտրվա։ Բան ինքը խմած։ Ես էլի ուշադրություն չդարձի։ Ուրիշ ուղղություններով ենք գնացել, ուրեմն այս ուղղակի նախաբանել ոնց որ այդ պատմության իդեպ մի հատ sense պատմություն եղել է Արթուրի, sense ասեմ, գլխին սարքել եմ Արթուրի, ուզում եմ հենց սկզբից ասեմ, որ այս պատմության հեղինակը ես չեմ, հորինողը, մեր ընկերներից մեկը այս post-ը ոնց որ ասած արել է մյուս ընկերոջ վրա, պրանկը, հա։ Մի քանի տարի առաջ, երևի մի 8-9 տարի առաջ մեր ընկերներից Արցախից Ռոբան գալիս է Երևան։ Ռոբին շատ լավ գիտեք բոլորը, բարևներս Ռոբջան, հիմա Ֆրանսիայում է իր ընտանիքով, բարևներ քեզ, Ռոբան գալիս է, հանդիպում ենք օպերայի սրճարանում նստած ենք, խոսում ենք ոնց եք, ինչ եք, ման տղերքից ինչ կա, ասում է Չահկալ ուր է, ինչքան ժամանակ է Արթուրին չեմ տեսել։ Մի հատ զանգի թող գա, որ ասում է զանգի թող գա, ասում եմ Ռոբ քո համար ունի, ասում է չէ։ Այդ ինձ միտք է տալի, որ ինչ որ բան կարելի է ու Ռոբին լիարժեք ինստրուկտաժ եմ անում, ինքը ինչ պիտի խոսա։ Այդ հիշելով ուղղակի այդ պրանկը ոնց որ արել էին մեր ընկերներից, լիարժեք ինստրուկտաժ եմ անում ու դե զանգում է ինքը իր համարով, չունի, Արթուրը նայում է, ալո։ Բարև ձեզ ասում է, ես ուրեմն ներկայացնում եմ ամերիկյան production եմ, ինչ որ անուն էի հորինել, չգիտեմ, USA, ես իմ ինչ production ենք, որ մենք ֆիլմ ենք նկարում։ Դե ոնց է, որ միշտ զանգում են, ասում են, այն սկզբից ասում են բյուջեն սահմանափակ է, չէ՞։ Միշտ տենց է լինում, չէ՞, սահմանափակ բյուջե ունենք, բան։ Հա, ուրեմն ամենասկզբից ասում է, ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ մեր մոտ բյուջեի սահմանափակում չկա։ Գումարի մասին մենք չենք խոսում։ Արդեն էսի սկզբից մի հատ այնց ստարտա, որ այնտեղ լարվում է, որ եվրո լուսամուտ է սա թողում է, հա։ Նայ, ասա։ Ուրեմն ասում է, բան, հենց սկզբից ասում որ մենք գումարը խնդիր չի, այսինքն էսի բանն է, այն կայծն է, որ վերցնում է, էլի մի անգամից։ Ասում է գումարի մասին խոսելու ենք, բայց դուք խնդիր չունեք։ Թվի շուրջ բան չենք բանակցելու, այսինքն ինչ ուզեք է տա լինելու, օքեյ։ Հա, ասում է ուրեմն մենք ֆիլմ ենք նկարում, շատ այտենց բյուջետնի պրոյեկտ է, էսա, այնա, ասում է մենք գլխավոր դերակատարներից, ասում է ոնց որ ձեր կերպարի վրա են կանգնել, ձեր տիպաժը մեզ համապատասխանում է, եթե ոչ գլխավորը, գոնե գլխավորի կողքին երկրորդ դերակատար, ասենք գլխավորի ընկերը չի հարցրել ոչ մի բան, ֆիլմը ինչի մասին է, անել ոչ մի բան չի ասել։ Ասում է, ես գիտեմ, որ ինքը զբաղված է։ Ասում է դուք ո՞նց եք նայում այս հարցին, ասում է շատ լավ, էլի։ Շատ լավ ասում է, մեծ սիրով կգամ կնկարահանվեմ, ասում է իսկ զբաղվածության խնդիր ասում է ես ասում եմ բացարձակ զբաղված չեմ։ Ու ես գիտեմ, որ այդ պերիոդում ինքը նկարվում է ինչ որտեղ։ Ու հետո էլ թատրոնում այտենց պիկի վրա փորձեր ներկայացում են։ Եվրո լուսամուտները։ Հիմա ու ես կողքից արդեն հուշումներ եմ անում Ռոբին, որտեվ Ռոբ ասում է ինչ է, հետո ինչ եմ խոսում, բան ասում է
Բացարձակ ես զբաղված չեմ, ասում եմ թատրոնում գիտեմ որ աշխատում եք, ասում եմ թատրոնում ասում եմ խնդիր չկա, մենք արձակուրդ ենք, ասում եմ այդ բանը։ Ասում եմ ասա որ ասենք ամառվա հունիս, հուլիս, օգոստոս այս ամիսների մասին, հա, ասում եմ հունիս, հուլիս, ասում եմ խնդիր չկա։ Կամ իստեղ նկարահանումներին ազատ է։ Ասում եմ իրան ասա, որ նկարահանումները անց են կացվելու Արցախում, դուրս ենք գալու, գնանք 3 ամիս մնանք, չենք կարողանալու գնանք գանք։ Ասում եմ դուք խնդիր ունեք որ գնանք 3 ամիս վրաններում սարերի մեջ Արցախում կամ չգիտեմ բան Գորիսում ասում եմ ոչ մի խնդիր կատեգորիկ ասում եմ հարց չկա հիմա ուրիշ պոնտ եմ ման գալի որ ինչ որ բան իրան հետ պահի էլի դրանից հա հիմա ասում եմ բանը գիտեմ որ դե Արթուրի ռուսերեն խոսալ է դա լեգենդար բան է էլի դա нет солнце գիտեմ հա 3 բառ է էլի դա нет солнце այդ 3 բառը գիտի էլի ասում եմ իրան ասա որ պետքա լինելու Արցախի բարբարով ասում եմ Արցախի բարբարին ասում եմ տիրապետում եք ասում եմ լիարժեք ասած մեկ էլ այնտեղ մի 5-6 տեսարան կա մեծ տեսարաններ որ ռուսների հետ է կապված մաքուր առանց ակցենտի պետքա ռուսերենով խոսակ խնդիր ունեք ռուսերենից ասած բացարձակ ոչ մի խնդիր չունեմ ասել Հիմա դե Ռոբան պայթում է, սա գիտի մեր 100 տարվա ընկերն է, ու ինքը արդեն ուզում է խնդաման, ասում եմ Ռոբ, ինչե վերջ պիտի տանես այս պատմությունը։ Վերջը ասում եմ լավ, այսքան մենք խոսեցինք, ոնց որ սա համաձայնության գալիս ենք, մի բան, մենակ դուք չհարցրեցիք, այդ ֆիլմը ինչ է, կերպարը իրանից ինչ է ներկայացնում, դուք ինչ եք խաղալու։ Հիմա ես ասեմ, դուք ինչ եք խաղալու, մենք ինչ ենք նախատեսել, ասում եմ ինչ եք նախատեսել, այո, իհարկե հետաքրքիր է, բան ընդերից շատ լարված, ասում եմ մենք ճիշտ ասած որոշել ենք, որ դուք SpongeBob-ի դերն եք խաղալու։ Արենք Գուբկա Բոբը, մասկայով ասում եմ, ձեր դեմքը չի, Գուբկա Բոբը, ու սենց ու Ռոբ ուզում է խնդա, ասում է չխնդաս, լսպա, ու մի 15 վայրկյան պաուզա է, 15 վայրկյան հետո Արտուր ասում է, ինչ? Ասում է SpongeBob-ը, եղբայր, SpongeBob-ը որ կա, ասում է Գուբկա Բոբը դու ես լինելու, ասում է այս ֆիլմի մեջ, դե էլ արդեն չդիմացանք, խնդացինք, բան, հասկացա որ ես եմ Ռոբն է բան ու ասում է տղերք, բայց ես ինչ արեցիք, ասում է ես մտքումս ավտոս փոխեցի, ասում է տները ռեմոնտ արեցի, ասում է մի հատ էլ հողակտոր եմ արտել, արդեն կոտայքի մարզում, ասում է դաչնի տեր, էլի։ Լավներ։ Հա, մեծ ֆիլմերով խապելը հեշտ է։ Ոչ մի ձև չէ, ոչ մի կետ, ինչև է, ասես հարմարը խնդիր չկա։ Ոչ մի բան չեղա որ ասել։ Այդ մի բանը համապատասխան է, բոլորը համապատասխան։ Խնդիր չկա, արշենը հայերեն, без problem։ Նորություն։ ՀՀ սպառողների ասոցիացիայի կողմից սպառողի գոհունակություն մրցանակին եւ գավաթին արժանացած Էկոփեն ընկերությունը առաջարկում է աճող, սովորական, թավշյա, կրաֆթե, ֆոնային, փայլուն, ինչպես նաեւ սպիտակ տպագրությամբ էկոգրիչներ։ Աճող էկոգրիչների պոչիկին պարունակում են անակնկալ բույսի սերմեր եւ դրանք վերջանալուց հետո մարդիկ ոչ միայն դեն չեն նետում, այլև տնկում են, ստանում են որևէ բույս կամ բանջարեղեն։ Էկոգրիչներ եւ էկոմատիտներ կարող եք պատվիրել ցանկացած քանակի եւ գույնի զանգահարելով 033 88 88 34 կամ գրել Facebook-յան եւ Instagram-յան էջին։ Բա, տեսար։ Աջան։ Էկոփենի քո գրիչը մի հատ ես նայեմ նոր տամ քեզ էլի, որտեղ տվեցի կարող էլ չտաս ինձ։ Բասի գտնեմ։ 3.4 մեջն է։ Ալի հոп։ Արթուր Մարգարյան։ Քեզ պատկերացնեք տենց։ Չէ, ոչ թե Արթուր Մարգարյանը, Մարգարյանը փակագծերի մեջ է։ Արթուր Մարգարյանի դերակատար Սոպսոս է օգտագործել է։ Չէ, օգտագործի, բայց նեշի որ։ Հետո ուզենամ գնեմ որտեղ եմ գնել։ Դե հիմա սենց մի 033 88 34 կամ գրել Facebook-յան եւ Instagram-յան էջին։ Էկոփեն նայից սրա ինչու՞մն է կայանում էլի առանձնահատկությունը։ Ուրեմն այս գրիչով որ գրես վերջացնես, ինքը վերջանա, ինքը դեռ իր անելիքը չի վերջացնում, հասկանում ես։ Հենց վերջանում է դու իրան անցնում ես հողին, լավ իմաստով իհարկե էլի, ու բարձում է որ ինքը իր անելիքը դեռ չի վերջացրել, հասկանում ես։ Այսինքն հողից որ հանձնում ես, ինքը հետո աճում է ու ինչ որ մի բույս է դառնում։ Իսկ թե ինչ բույս է դառնում, այդ արդեն բոլորիս համար անակնկալ է, խնդրեմ։ Այդ նենց է որ ասեք կարակ տնեցիկով գրած գաք, ասեք խոսքի ինչ է աճելու, ամեն մեկը մի բան ասեք, բայց վերջում
ոչ մեկի ասածը չլինի, ասենք մի հատ վարունգի շիտի լաճի, ամեն մեկը մի տարբերակ է։ Այս մեջը սերմա, հետա, սերմա, Հիմա կյանքը ամեն ինչ էլ կարա աճի։ Գարեջուր չի աճի։ Գարեջուր չէ, այդ մեկը չէ։ Կարա գարի է, գարի կարա։ Բայց վարունգ կարա աճի սկսել։ Այդ չէ։ Ալիկով շատ շնորհակալություն ընկերությանը։ Ուրախությունով։ Աղբեջան շատ Լավ բաներ։ Խոստանում եմ, որ հանձնեմ հողի լավ իմաստով արդյունքը տեսնեմ, անպայման տեղակ կպահեմ։ Այո, մի հատ իմանանք ինչ էր։ Ինչ զակուսկի եղավ։ Հա։ Ինչ զակուսկի ստացա։ Կարող է որ բան լինի, վարունգ լինի, լավ զակուսկի է, էլի կամ լոլիկ լինի, լավ զակուսկի է։ Այո։ Պատմեմ մեր Արթուրի հետ կապված էլի չնայած Արթուրն է յուրը, մենք սպասում ենք որ ասա, մենք սիրով կսպասենք կլսենք քո պատմությունները։ Ես ընթացքում հիշեմ, էլի դու պատմի, եթե բանը դու ինձանից լավ գիտես։ Դու դե լավ գիտես դու պատմի, էլի գիտես դու պատմի, էլի։ Չէ, իրականում որովհետև մեր թե ուսանողական, թե թատրոնի աշխատելու տարիներին, քանի որ շատ այդ հագեցած, ճիշտ է բանակումի հետ, ուղղակի մեր արտիստի հետ է կապված դրա համար եմ, էլի, որոշակի բաներ կարողանում հիշել, ուզում եմ պատմեմ։ Մի պատմություն կա, որ մենք բեմում ներկայացում էինք խաղում, երկրաշարժ եղավ։ Իսկականից ցնցվեց։ Հադրութում էինք։ Ներկայացում ենք խաղում, այն բանը, էլի, խաթաբալա ենք խաղում, սունդուկյանական բեխերով, են սիլոներով, բանով ներկայացումը խաղում ենք, ու սենց զգում ենք այդ դահլիճը, մեծ դահլիճը, լուստրեն բանը ջահ զնգզնգում է ու մեկը դալիճից ասեց երկրաշարժ։ Բացի այդ երկրաշարժից արդյունքից ինչն էր, ինչով վստահ եղանք որ երկրաշարժը, դե մենք այս երրորդ պատը կա, չէ, նայում ես չես տեսնում ձրից էլի, բայց այդ որ զգացինք բանը ավելի խախնում, ալիքը գնաց, նայեցինք, տեսա որ մարդ չկա համար, սա փախնում են սա դուրս, երկրաշարժ, բոլորը դուրս են մենք սենց կանգնել ենք, ինչ են կանգնել, երկրաշարժը, փախեք դուք։ Շենքից ռեժիսորը ասեց վարակույր, տնաշ են այդ նեղ մանջարի վարակույր։ Ոչ վարակույրը միլիոն պետք է բազում ենք ուրեմն բազում ենք դուրս արդեն վարակույրը բանաներ։ Վայ, ժողովուրդը արդեն շենքից դուրս է ու մենք այդ կերպարների շորերով, այդ սիլոներով, ու մենք դες դուրս են գալու ժողովրդի մեջ։ Հանդիսատեսի մեջ, դե շենքից հեռու են գնացել, որ մարդ էս էլի քանդվի, բայց հերորի են ու սպասում են ինչա լինելու, բայց դե մինչև էս հոսքը դուրս եկավ, մինչև մենք դուրս եկանք, բնական էր որ այդքան երկար չէր տևելու, լավ ցնցվեց ու կանգնեց, հիմա դե ստոպ է։ Մենք դուրս ենք եկել են բաներով, այդ բեխերով, բացիլոներով, ժողովրդի մեջ կանգնացինք, իրանք էս նայում են, բայց դե մանկա, էլի։ Հիմա տեսանք որ վերջացավ, ռեժիսորը ասեց, դե ոնց որ բան, ձեն չկա, եկեք վարակույրը բաց են։ Լսի, ասեց արտիստները թող ասեց կամաց ներս եկեք։ Հիմա մենք ներս մտանք այն մտածելով, որ ասենք սրանից հետո էլ ոնց ներկայացումը կշարունակվի, ով կգա ուղակի այս բանից հետո ու ռեժիսորն ասում է պիտի խաղակ զարմանալու բան էի կանգնի այդտեղից զարմանալու բան մի մարդու նման քանի հանդիսատես եղել է սրահում նստած հետ եկա բոլորը մի մարդու նման եկան նստեցին իրանց տեղը մենք սպասում ենք կուլիսներում իրանք դահլիճում նստած ձեն չկա քարլռություն է մեկը ու բոլորը դահլիճը ծապտվեց որ սկսենք եկանք կանգնեցինք նույն տեղերը որտեղ որ ոնց որ որտեղից որ եղել էր երկրաշարժը ասես մի կադր հետ էլի չէ մի կադր հետից եկանք կանգնեցինք ու ներկայացումը շարունակվեց ու հա ինչ էի ասում հա ու այդ կանտեղը կտրում մոնտաժ չէ մի քիչ հետ այն որ բան է էլի նույն ֆիլմի Զախլիոստով ֆիլմի անոնսի նման sense հետ գալուց ստեղից էլի այստեղից այդեն շարունակեցինք շատ հետարքիր պատմություններ մի պատմություն էլ հիշեցի դուք եք եղել որ միասին Արցախում արդեն մեր այս պրոյեկտով տղերքով որ նախագիծ էինք արել ու գնացել էինք բանի ներկայացումներով Արտուրն էր մեր հետ ու ես հիշեցի տղերք այնօր այդ պատմությունը որ մեր տոմսերը կեսն էր վաճառվել Ստեփանակերտում կեսն էր սրահի վաճառված մինչև մեր գնալու ոնց որ նախորդ օրը դե մենք ասացինք դե լավ կեսնա ոչինչ տես մի քիչ բան տրամադրության մեջ ինձ ինչ բարձվեց ներկայացման օրն են գալի առնում տոմսը ու դալիճը լծվեց ու արդեն ոտի կանգնած տոմսեր էին ցախում կանգնելու համար պիկ 400 հոգի մարդ ներկայացումը խաղացինք լավ անցավ շատ ջերմ ընդունվեց ու հետո դե բնականա որ ասում են պիտի լուսանկարվենք ու մենք գիտենք որ 400 հոգի ասում ենք լավ մի քիչ բանում սպասենք կուլիսներում ով կգնա ով էլ կմնա տակը դուրս կգա լուսանկարվենք բայց
ասեմ մեր հետևորդին ամենահետաքրքիրը իմ կյանքում տես բան չի եղել, չեմ էլ պատկերացնում, որ էլ առավել եւս կլինի թե չէ։ Մենք սպասեցինք, որ մի քիչ մարեն, ոնց որ գնան, ինչքանը կգնան, որովհետեւ 400 հոգու հետ լուսանկարվել այդ խելքին մոտիկ չէր։ Ասեցինք լավ, մի քիչ կթեթևանա, մի 15 րոպե սպասենք, նոր դուրս կգանք, մեկը իրենց միջով ենք անցնելու, նկարվողները նկարվելու են, ավելի քիչ կլինեն։ Ու ստացվեց շատ ճիշտ հակառակը, մենք դուրս եկանք, այն 400 հոգին, որոնք որ տոմսով էին, նրանք սպասում էին, իրանց գումարվել էին այն մարդիկ, ովքեր տոմս չէին կարողացել առնել, ուղղակի սպասում էին դրսում 800 հոգի մարդ, մոտավոր թիվը ասում, սպասում էին դուրսը, որ մեր հետ լուսանկարվեն, երբ որ սկսեցինք լուսանկարվել, ունդեղ մեր կազմակերպիչները ասում են ժամ ենք պայմանավորվել, գնում ենք քեֆ ուրախության բան, բայց ժամ ունենք գրած բան, որ տեսան որ շանս չկա, ես այդպես բան ոստիկաններով sense ճանապարհ արեցին, միջև պատ սարքեցի, այցին ոստիկանները, մենք մեջով անցանք, այդ իմ համար ասենք այնքան շոկային էր, որ մարդկանց սպայեցին, այդ մենք այդ ինչ աստղային ասենք վիճակում ենք, խփում էին, բայց միևնույն ժամանակ բան էր, իմ համար որ այդ մարդիկ սպասել են, որ լուսանկարվեն ու մենք չենք կարա ֆիզիկապես չենք կարա այդ 800 հոգու հետ լուսանկարվենք ու ստացվել էլի։ Ասպեր գլյուկոզային բերել։ Քեզ գլյուկոզային բերել կոնֆետները չէին կարող անտային գցում էին կոնֆետները, որ այդ Mercedes-ի դուրն եմ հիշում, որ ահագին ժամանակ չէր փակվում։ Չէր փակվում դուրը։ Mercedes-ը նույնիսկ ընթացքի մեջ էր, տենց հա վազում էին ու այդ դուրը տենց բացել։ Հիշեցիք այդ պատմությունը։ Այս ոնց որ ես այդ որ վերապրում եմ, հետո ասում եմ, բայց ինչքան ամոթ էր, էլի ոստիկանները պայծին, լուրջ ամոթ էր, բայց շանս չկար, տարբերակ չկար 800 հոգու հետ ու ամեն մեկ ասում էր մի հատ խմբով, հետո մի հատ քո հետ առանձին, մի հատ քո հետ երեխեն քո հետ առանձին բան, այս ասենք այս չգիտեմ 24 ժամ երևի կտևեր այդ եթե այդ ֆոտոները լրիվ լինեին։ Նկարելից որ խոսքը գա, տենց սաղից է տեղելա, չէ՞, որ ասենք մի հատ փուչ ու երեխա ասել եմ մի հատ գրքի նկարել։ Հա, ոնց չէ։ Օրինակ իմ հետ գիտես ինչ ա եղել, ես արդեն հոգնել էի, այդքան երեխա էի գրքել, արդեն որ մեջքս ցավում ա, էլի, տենց փոխում են երեխու, տալիս են նկարում են վեր ուրիշ երեխա, տենց մանկապարտեզ են։ Արդեն մեջքս ցավում էր, էլի, ես որ չես կարող ասես չեմ ուզում գրկեմ կամ չեմ կարող գրկեմ կամ եկեք խմբակային նկարվենք վերջացնենք էլի։ Մեկ էլ մի երկու օր առաջ բան էր, չէ, Համբարձում յայլա բան ջանգիրում, բան հետոնա։ Երևարտի մեջ մի քանի հատ գործում էին, վերև ներքև էի անում, փոճուրա Երևարտը, վերև ներքև իմ ավտոն էլ 100 կիլոմետրից գիտեն, որ այդ իմ ավտոնն է, երեխեքը գիտես ինձ ինչ արեցին։ Որ փագին փողոցը կոնկրետ, կենտրոնական փողոցն է։ Փագել են, ես իմ ավտոյով եմ արդեն փագել մի գից, իրանք էլ մնացածը, ասում են ինչի ավտոից, պետք է նկարվես, տարբերակ չկա, էլի, եւ որ ասում եմ, հա ու գալիս են, ասում են ում գովանք, չէ՞, դեց փող են տալի, որ իրանք ծաղիկները բաներ։ Հա, Համբարձում յալյանա, էլի, հա։ Գիտես ինչ կան այդ փագի։ Չէ, Սվետաֆորը, միա սվետաֆոր կա Երևանում, մի 5 անգամ կարմիր կանաչ ա եղել, չէ, բացվում։ Տես մի կերպ աս երեխեք ջան, խախտում ենք օրենք արդեն։ Էլեն ֆոտոարտը կգտնի իրական հույզերը եւ կլուսաբանի ձեր ամենագեղեցիկ պատմությունները։ Այսենց աղջիկ է այդ Էլենը։ Մի խոսքով, եթե ձեզ պետք է պրոֆեսիոնալ նկարիչ Instagram-ում, կարող եք գտնել նրան Էլեն ֆոտոարտ, գրում եք Instagram-ում, կամ կարող եք զանգահարել 091 00 56 46 համարով, նաև WhatsApp, Telegram հենց նույն համարի տակ է գտնվում։ Արդ ջան, շնորհակալություն, որ այսօր ժամանակ կտանեք։ Կար, գիտենք, ասեցի լիքը նկարանումներ, ներկայացումներ, բայց համոզված եմ, որ կարոտել էր ու կարոտդ առար։ Մեր նախորդ թյուրից մի հատ շատ գեղեցիկ նվեր կա, որ ուզում եմ փոխանցեմ քեզ։ Կողքը տա էլի նախորդ հյուրը նստած։ Չէ, անկեղծ չգիտեի ով է լինելու հաջորդ հյուրը ում է հասնելու ես։ Այս երկուսը միտեղ թե մարդը մի։ Չէ, այս եթե կհիշես դու ենթասպա էիր, ես չգիտեմ, քո համազգեստի վրա սա եղել է թե չէ, վարատնիկների այստեղ պալիվոյ ֆորմա չէր ակինգը։ Օձիքի վրա ունեինք պալիվոյ ֆորմայի, օձիքի վրա ունեինք ստեղ։ Այն որ գցում են բաժակի մեջ ու խմում են, ինձ թվում է այդ։ Հա, այդ էլ կարա լինի, որ գցում են TV բականի։ Լավ խառնես, զառացնես ու բան կանես։ Եղավ, շատ շնորհակալ եմ։ Իսկ դու մեր հաջորդ հյուրի համար ինչ-որ նվեր կարող ա վերածել։ Ոչ չէ, ես բերել եմ ու շատ ինքը տիպիկ նվեր է կապված իմ կերպարի հետ, հա։ Ինչ կլինի դերս։ Ուրա, որտեղ դերս։ Դուշն ես բերել, վանն է, ինչ կա, բաղնիկը։ Պատուհան ֆորտուչկեն ես բերել 40։ Ֆորտուչկեն։ Պորտուշկեն դե որ պայմանավորվեցինք։ Մեր պայմանավորվել ենք օրը, հարց չկա։ Так, իմ նվերն ուրա, այնտեղ միտեղ դերել եմ։ Որտեղ։
Այն կողմը։ Այն կողմը։ Գնամ բերեմ ես։ Խնդրեմ մեզ Գնամ ես բերեմ, նվերեմ։ Ընկոմ ջան։ Նայ, չեմ նայում մեջի ինչա արդ, որ սենց փակ բերեցի, տվեցի քեզ, որ նվիրես։ Ուրեմն ասեմ, կապված կերպարի հետ ինձ շատ հաճախ են փողոցում ասել, ու ռեպլիկները որ տալիս են, այդ ռեպլիկների մեջից ամենաշատը այդ բառերն են, էլի, ես եմ բանակումի մեջի տուշոնկա ուտորնա։ Այո։ Տուշոնկեն վրայի ես բանը հանել եմ, սա կարող է լինել ձեր գովազդը այստեղ, չգիտեմ, ճիշտ եմ ասել, հա։ Այո, Ու իմ հաջորդ հյուրը չգիտեմ ով կլինի, բայց ով էր որ ուզում ա լինի, Եվս մի բան կա, հա։ հա, մի քիչ փողից նեղ է կլինի, էլի, քանի հարմանից ասել։ Սա էդ է, էլի։ Ապրես, շարքան, ապրես։ Դե որ այդպես չռայլորեն այդպես Որը մոտեցան։ յուրի բան է, պահել, գործընկերոջ կողմից կտանք, էլի։ Այս գեղեցիկ նվերը քեզ խնդրում եմ բացես Հա, մեկ էլի, դենակ ես նվերներ ստանալ շատ եմ սիրում։ մենք Սարդիսոպ ընկերության կողմից հրաշալի Անագենգյալ։ Մի վարքան կարդամ, էլի, Հովհաննես Թյումբանյան, սրտից թագուհի կարոտել եմ քեզ, ախ, ինչ կլինի, հանկարծ հայտնվես, ջան։ բա։ Ես այսինքն ձեզ քեզ օգնեմ, այսինքն Բացում ենք, Չախալ ջան։ Ահա, էդի մի կարծնա շատ Հայսի երկար է, կարդաս, այո։ տանը կկա։ Ինստրուկցիան է։ Ոյամա, Լևիս, բլնեք, Լովիս սամոններն է, հիշում ես։ Արթուր, մեր մանկության եւ մեր երիտասարդության։ Իսկ ինքը ինչ է, ինչ մատերիալ է։ Ինքը ձեռագործ օճառներ է, Օճառներ են։ բնական հումքից պատրաստված։ Ոյամա, ինչ ասում։ Ուֆ։ Լովիսը դստերդ, Հա, սրտիկը տիկնոջը, ծաղիկները տիկնոջը։ շատ շնորհակալություն։ Պաչկեն էլ լովիզի քեզ։ Արջան, շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ, իրոք կարոտել էի նախ ասեմ, ես անտեր ժամանակ այնքան չի երիքում, սենց ընկերներինս այստեղ ենք տեսնում, դա աստված որ ամեն ինչ լավ լինի։ Անշապ շնորհակալ եմ, որ ինձ էլ նկատի ունեցաք այս հաղորդման ֆորմատի մեջ։ Կարծում եմ արդարացրեցի, շատ վատ բաներ չպատմեցի։ Չէ, շատ լավ է, մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Այո, այո։ Վստահ եմ մեր հետևորդները նույնպես Կանաչ եւ երկար եթերներ ձեզ, փողառատ եթերներ։ Շնորհակալ եմ շատ, հենա փողերը։ Հաղորդման գործընկերն է Սարլի Սոփ ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Էկոփենը։ Հաղորդման գործընկերն է Էլբակյան կրթահամալիրը։ Խոհանոցում, կահնիքներ